Օրեր առաջ Լեռնային Ղարաբաղից Երևանի զինվորական հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինվորի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն։ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն Ազատությանը փոխանցեց, որ զինվորի հիմնական խնդիրը երկկողմանի թոքաբորբն է, ինչի դեմ իրենք միջոցներ են ձեռնարկում։ Բժիշկը նաև հավելեց, թե զինվորը մեկ օր առաջ հոսպիտալ է ընդունվել մթագնած գիտակցությամբ, ինչը սակայն անցել է գիտակցությունը տեղն է ասած։ Մհերը 25 օր առաջ է զորակոչվել բանակ ու զինվորական երթում դեռ չի էլ հասցրել տալ։ Մայրը Գոհար Շահնազարյանն արցունքն աչքերին պատմում էր, որ առողջ որդի է ճանապարհել բանակ, բայց մի քանի օր առաջ Մհերի հորեղբոր որդու օգնությամբ Վարդենիսից Երևան հասցված զինվորին հարազատները հազիվ են ճանաչել։ Մայրն ասում է, որ որդին Երևան է հասցվել մերկ, առանց հագուստի, ընդամենը ծածկոցով փաթաթված։ Ծեծել էին, գլխին խփած էր, գլուխը հարված է ստացել, երկու թոքը թոքաբորբ, մի թոքը ջրի մեջ, այն մյուսը կեսնա ջրի մեջ, ձեռքը վառել էին։ Ահավոր վիճակ, կարելի ասել մեռած բերին հասցրեցին։ Քյարթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Քննչական ծառայության ավագ Մերի Սարգսյանն Ազատությանը փոխանցեց, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը զինվորը Վարդենիսից տեղափոխվել է Երևան։ Բացի երկկողմանի թոքաբորբից զինվորն ունի տարբեր մարմնական վնասվածքներ, ասում է ավագ սպան։ Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածով։ Մեկը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու համար, մյուսը ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի համար, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։ Ըստ մեր տեղեկությունների, վաղը հավանաբար ձերբակալություններ կլինեն։ Օրեր առաջ զինվորի ընտանիքը հեռախոսազրույց է ունեցել Զորամասի բուժկետի բժշկի հետ, ով հայտարարել է, թե նրանց տղան հիվանդ է ձևանում։ Ծեծի պատճառը ըստ հարազատների դա է եղել։ 2 րոպե հետո զանգում եմ, մի կերպ երեխեն նռալով, ասում եմ հե ջան, ո՞նց ես։ Լավ եմ, դու, ասում պատկերացնում ես ես ինչ կլինեմ։ Արման անունով ներկայացած բժիշկը մորը փոխանցել է, թե որդին հոգեկան շեղումներ ունի։ Բա ինքը սուտ է անում, դուք հանգիստ եղեք, հոգեկան գժի տեղ է իրան դրել, բայց մի բան լավ իմացեք, եթե իրան տարան հոգեբուժարան ստուգեցի, որ ինքը սուտ է անում, ինքը մեծ խնդիրներ կունենա, բայց ինչի պետքա իմ երեխեն հոգեկան բաներ անի, քանի որ ինքը առողջ գնացել է, եթե հոգեկան այն չի են տանում բանակ։ Մայրն ասում է, որ այսօր առավոտյան գիտակցության գալով որդին անունները հնչեցրել, այդ թվում եւ բժշկի անունը։ Արմանին ա հիշել, Վահե անունով մեկը, ով է ինչա ես չգիտեմ։ Դեռևս զինվորական երթում չստացած զինվորի հարազատները տարակուսած են, թե ինչպես բժիշկը կարող էր բժշկական օգնություն չցուցաբերել զինվորին, անտարբերության մատնել։ Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ սա հերթական ապացույցն է զինվորի նկատմամբ այդ համակարգի ունեցած վերաբերմունքի։ Ինչ վերաբերվում է նրան մերկ տեղափոխելուն, սա շատ ընդունված է հայոց բանակում։ Մահվան դեպքերով մենք բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ զինվորին ուղղակի մերկ բերում են եւ ծնողը ինքը տեսնում է, որ երեխան մերկ այդպես դիակա շպրտած, այսպես ասեմ, չհավատալ, որ նա հիվանդ է եղել, այնինչ նա թոքաբորբ էր տանում, սա եւ առողջ է զորացել։ Սա է իրական վերաբերմունքը։ Իրավապաշտպանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կոչ անում կամք ու հետևողականություն ցուցաբերել, այլ ոչ թե նախկին դեպքերի նման անհետևողական լինել։ Չկա այդ կամքը մինչև վերջ հսկելու, հսկողությունը իրականացնելու։ Լրատվամիջոցներն այսօր հաղորդեցին, թե Օհանյանն այցելել է Մհեր Խլխացյանի ծառայության վայր ու նշել, որ անձամբ է վերահսկելու այս գործը։ Նախարարը պարտավոր է յուրաքանչյուր զինվորի համար իր կյանքը տալ։ Նա պարտավոր է գնալ, այո, մինչև վերջ հետևել եւ տեսնել ինչ վիճակում էր այդ նորակոչիկը, որ 25 օր եկել եւ այդ ծայրահեղ եւ մահվան շեմին նրան տեղափոխել են ուղակի հիվանդանոց։ Ըստ Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի տվյալների 2013 թվականին զինված ուժերում զոհվել է 31 զինվոր։